Այրվում է Թուրքիայի Իզմիր նահանգը։ Անտառային հրդեհներ են բռնկվել Իզմիրի 3 շրջաններում։ 4.5 միլիոն բնակչությամբ Իզմիրի երկինքը ամբողջությամբ կարմիր է։ Սեֆերի Հիսարի 5 շրջանի բնակիչներ տարհանվել են։ Թուրքիայի իշխանությունները գործի են դրել 1000-ից ավելի հրշեջներ, տասնյակ ջրցան մեքենաներ, ինքնաթիռներ։ Սակայն ուժեղ քամին խոչընդոտում է ինքնաթիռների հրդեհաշիջման աշխատանքին։ Հրդեհների դեմ պայքարի համար ուղարկվել են 1100 հրշեջ, 6 ինքնաթիռ, 23 ջրցան մեքենա, բուլդոզեր, ավելի քան 100 շտապօգնության անձնակազմ։ 70-ից 117 կմ/ժ արագությամբ ուժեղ քամու պատճառով ինքնաթիռների մեծ մասը չի կարողանում գործել։ Միայն 2 ծանր հրշեջ ինքնաթիռ է պարբերաբար ջուր լցնում հրդեհի վրա։ Ափերից հեռու գտնվող լեռնային տարածքները Մենդերեսը և Գազիեմիրը ևս այրվում են։ Հազարավոր մարդիկ են տարհանվել։ Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Տեղեկություն կա, որ ծխի և հրշեջ ինքնաթիռների աշխատանքների պատճառով Իզմիրի օդանավակայան ուղևորվող մի քանի ինքնաթիռներ ստիպված են եղել օդում սպասել, հետո վայրէջք կատարել։ 17 մարդ է ձերբակալվել, նրանք կասկածվում են երկրի տարբեր նահանգներում անտառային հրդեհներ ստեղծելու համար, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարը։ Վերջին 2 օրում 150 անտառային հրդեհ է բռնկվել։ Հիմնականում արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածների անտառային և գյուղատնտեսական տարածքներում։ Հասմիկ Սերոբյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։